Ռուսաստանը սկզբից հույսեր էին պայպայում այստեղ, նաև այստեղ մեր, այսպես ասած, 5-րդ շարասյուն են նրանց կոչում, ու այն ուժերը, որոնք բացահայտորեն ձայնակցում են, կրկնում են եւ փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ, Ռուսաստանի Մոսկվայի մոտեցումները այնտեղ էին հնչում գնահատականներ, որ սա Տրամպի բանն է, էլի քյալագյոզությունն է, Տրամպի քայլն է, որ ինքը ոգևորվել է, այդ ոգևորությունը կսառի եւ սրանով ամեն ինչ կվերջանա։ Ես այն ժամանակ ձեզ զրույցում մեր քննարկումների ընթացքում քանից ասել եմ, որ այդպես չի, սա իսկապես այդ ցույցատալի այդ իմ պատմածը, որտեղ Ժիրայր Լիպարիցյանը դա երևի ամենաիրազեկված արևմտյան քաղաքականության նպատակների ուրեմն հարցում ամենաիրազեկված անձնավորություններից մեկն է, եթե ոչ ամենաիրազեկված։ Ուրեմն այն ժամանակ, երբ որ նա ասում էր, որ այդ էջը պետք է փակել, իրանք իսկապես փորձում էին փակել, փորձում էին անպայման, որպեսզի լուծում տրվի, ձգձգողը այդ լուծման դարձանք մենք։ Այսինքն իրանք սկզբից փորձում էին ուրեմն մեր միջոցով, այսինքն Ադրբեջանին պարտադրել, չստացվեց, Ադրբեջանը անզիջող էր։ Տեսան, որ բոլոր հնարավորությունները սպառել են Ադրբեջանին զիջում պարտադրել եւ դրա հիման վրա լուծում տալ արդեն, կընտրոնացան Հայաստանի վրա եւ կարողացան պարտադրել Ալիևի Իլխամ ձեռքերով, միջոցով մեզ այնպիսի զիջումներ, որոնք փագեցին Արցախյան հիմնահարցը, փագեցին։ Եվ այդ իրավիճակը ուրեմն այս իրավիճակում իհարկե պետք է հասկանալ, որ սա այն բանի հետևանքն էր, որ մենք համակերպվեցինք բլոկադայի պայմաններում գոյատևելու հետ, մենք չպետք է համակերպվեինք, մենք պետք է ամեն կերպ այդ բլոկադան հաղթահարեինք, ռազմական գործողության միջոցով, հատուկ գործողության, մենք պետք է մեղադրենք մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը, մեր էլիտային, որին պետք է 26 թվականին պարտության մատնել, որովհետև ուրիշ ճանապարհ չկա, այդ էլիտան է մեղավոր, այսօր ասել, որ Փաշինյանն է, իրանք ձգտում են մի ինչ-որ քավության էլիտա ասելով դուք նկատի ունեք, քավության նոխազը Փաշինյանի էլիտա ասելով դուք նկատի ունեք բոլոր նախագահներին, հա, ոչ այո, իհարկե, ներկայիս իշխանություններին, այո, իհարկե, այսինքն մերժել եւ Փաշինյանին, եւ Սերժ Սարգսյանի թիմին, եւ Քոչարյանի թիմին, եւ եթե ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը իհարկե, որովհետև մեծ հաշվով իրանք ուրեմն տեսեք ինչ տեղի ունեցավ, մենք իրավունք չունեինք համակերպվել բլոկադայի հետ, ինչու, որովհետև բլոկադան չէր բխում աշխարհաքաղաքական կենտրոնների շահերից, աշխարհաքաղաքական կենտրոնները շահագրգռված էին այս տարածաշրջանում բացել։ Մենք պիտի այդ շահագրգռվածությանը ընդառաջ գնայինք, բայց մենք չգնացինք ընդառաջ։ Դիմաց ես կասեմ Նիկոլ Փաշինյանը գնաց եւ գնաց ընդառաջ Իլխամ Ալիևը։ Եվ դրա հաշվին կարողացավ ստանալ այս արդյունքը իր համար։ Ինչ վերաբերվում է Իրանի հետ կապված, ես դրա մասին գրել եմ իմ Facebook-յան էջում կա, ես այն տեսակետին եմ, որ այն փորձը, որը հղկվեց, գործադրվեց Վենեսուելայում, կիրառվելու է նաև Իրանի նկատմամբ։ Դա պատերազմը Իսրայելի հետ, պատերազմը ցույց տվեց, որ Իրանը ի վիճակի չի լինելու խուսափել նույնանման ճակատագրից, եթե իսկ դա արվելու է արդեն հստակ հնչել է այդ գնահատականը բացահայտ, որ եթե դուք ճնշեք, նաև դուրս է եկել ուրեմն իր թաքստոցից Փեղլևի, Ռեզա Փեղլևիի որդին, ուրեմն ով 60 տարեկան մարդ է, միջայլոց սրանից մի
2 ամիս առաջ, 3 ամիս առաջ դոժջով լսեցի նրա հարցազրույցը, դոժջին տրված, դոժ, ռուսական այդ ուրեմն դիսիդենտական, հա, ալիքն է, դոժջը, և նա շատ, հա, այդ Իրանի շախի որդին նույնպես հայտարարություններ է անում այսօր, բավականին ակտիվ, և ասում է, որ պետք է անպայման այդ ուրեմն իշխանությունը կրոնապետական հեռացվի և Իրանը կանգնի ժողովրդավարական ուղու վրա։ Մինչ հեղափոխական իրավիճակ ստեղծվի, մինչ հեղափոխությունը 79-ին ուզում է շահ դառնալ և այլն, ասում է չէ, ընտրություններ, չէ, ինքը կողմնակից է ժամանակակից կոնստիտուցիոն, այսինքն ինքը չի, և ճիշտ է անում, որովհետև մեծ հաշվով մենք գիտենք, որ Իրանում դեմոկրատական, իսլամական դեմոկրատական նորմերը պահպանվում են, այնտեղ ընտրություններ են, այնտեղ մրցակցային ընտրություններ են, և այնպես չի, որ ճիշտ է այդ գրանցման մեխանիզմն է օգտագործվում, միջալոց սպասելի է, որ մեր ընտրություններում էլ դա կանեն, 20-ն են մասնակիցներին, այնտեղ դա սովորական բան է, այսինքն մասնակցում են նրանք, ում թույլ է տալիս գերագույն առաջնորդը Ռախբարը, նա ում թույլ է տալիս, որ մասնակցեն, գրանցվեն, նրանք էլ մասնակցում են։ Գրանցվեն որպես թեկնածու, որպես թեկնածու, որպես թեկնածու, ընտրություններին մասնակցելու համար։ Դե հիմա մեզանում էլ Նիկոլ Փաշինյանն էլ է ուզում Ռախբար դառնալ, չէ՞։ Ձեր մյուս հարցին կմոտենանք, մենք հիմա եկեք Իրանի իրադարձությունները, մոտենալով նա էլ ուզում Ռախբար դառնա և որոշի, թե ով իրավունք ունի մասնակցել ընտրությունների, թե ոչ, հիմա ասենք կաթողիկոսի ընտրություններին նաև։ Ինչևից է, ամենայն դեպս Թրամփը, ում մեղադրում էին, որ ինքը ուրեմն իզոլյացիոնիստ է, անտարբեր է, բայց տեսեք պատերազմ հայտարարել բռնապետերին, բռնակալներին, բռնապետերին, ավտորիտարներին, փոխաբերական եք ասում, ճիշտ է, պատերազմ է հայտարարել, բացահայտ պատերազմ, օրինակ Վենեսուելային չի հայտարարել։ Բացահայտ պատերազմ չէր, այո, Վենեսուելայում տեղի ունեցավ այն, ինչը ուզում էր անել Պուտինը Ուկրաինայում, բայց ինչը չհաջողվեց Պուտինին, բայց հաջողվեց անել Թրամփին Վենեսուելայում։ Սա է, սա փաստ է։ Այնպես որ կարող եմ ասել այսքանը այս հարցի վերաբերյալ։ Այսինքն դուք սպասում եք միջամտություն Միացյալ Նահանգների կողմից, հնարավոր նույն եղանակով, նույն կարգի օպերացիա կարող են կազմակերպել նաև Իրանի։ Նպատակը Ես չեմ ասում, որ դա այսինքն Իրանին ոչ կազմակերպել, ճիշտ է։ Իրանը չպետք է քանդվի։ Իրանը չէ, իրանք ուզում են ոչ, իրանք ուզում են փոխել իշխանությունը։ Այո, իրանք ուզում են վերադարձնել շահին, որը ապրում է իրանց մոտ, իրանց տևի տակ, նրանք այսքան տարիներ անընդհատ իր բնակության վայրը փոխելով եւ այլն փորձում էին նրան նախապատրաստել այս դերին եւ պահ հասունացա։ Գիտեք, ես նորից եմ ասում, պետք է տարբերակել մակերեսը խորքից, էությունից հարցերի։ Մակերեսը Տրամփի ուրեմն այդ PR ակցիաներն են, իսկապես աստղով մարդ է, էլի իսկապես շախով, շուխով, աստղով, իսկապես խարիզմատիկ անձնավորություն է։ Այդ պետք է տարբերակել խորքից, խորքը հետևյալն է, խորքը դա այն խնդիրներն են, որոնք ամերիկյան պետությունը դնում է նախագաների առջև, այդ deep state-ը, այդ խորքային պետությունը, իսկ այդ խորքային պետությունը խնդիր է դնում, որպեսզի շախը վերադառնա, որպեսզի Իրանը մնա պահպանվի, բայց այն դերում, որում եղել է շախի օրոք։ Բնականաբար նույնությամբ չէ, բնականաբար ճանապարհ է անցել, նույն Իրանը այնուամենայնիվ տեսել է իսլամական դեմոկրատիայի իրանց, այսպես ասած, ընկալմամբ
ուրեմն տեսել է այդ դեմոկրատիայի պայմանները, որ այնուամենայնիվ ընտրություններ են, այնա 3 հայ ազգային իրենց խորհրդարանում, մեջլիսում պատգամավոր են։ Ռուսաստանի գործոնը կարող ենք դիտարկել նույն Վենեսուելայի հետ կապված, Սիրիա, Վենեսուելա, հիմա Իրան։ Այո։ Ռուսաստան։ Հիմա տեսեք, մակերեսը ինչ է, մակերեսը այնա, որ Թրամփը ասում է, ես ասում է, պետք է կենտրոնանամ Միացյալ Նահանգների ներքին խնդիրների վրա։ Կիսագունդը իմն է։ Հա, այդ կիսագունդը իմն է, Մոնրոյի դոկտրին եւ այլն, սա խաղ է։ Իրականում այդ խորքային պետությունը այն գլխից այդ միջին ճանապարհն է նախատեսել, ուրեմն այդ միջին ճանապարհը, որը պետք է կապի կենտրոնական Ասիայի երկրները Եվրոպայի հետ, այդ ամեն ինչ աչքի առաջ ունեցել է, մշակել է այդ ծրագրերը եւ ունեցել է, իսկ Թրամփը դրանց իրականացնողն է, բայց իր յուրահատուկ ոճով ինքը ասենք ինչ որ շղարշ է ստեղծում, որ ինքը ուրեմն կենտրոնացած է Միացյալ Նահանգների շահերի վրա եւ ամենևին էլ նպատակ չունի համաշխարհային դեմոկրատիայի կամ արևմուտքի հաղթանակի ուրեմն բռնապետությունների նկատմամբ խնդիրը լուծել։ Ինքը կենտրոնացած է Միացյալ Նահանգների շահերի վրա, ժողովրդի, բայց իրականում այսօր ինքը ինչ ասում։ Ասում է Կուբայում էլ պետք է, այսինքն ինքը ասում է բոլոր գլոբալիստների կողմից դրված եւ նրանց կողմից չլուծված խնդիրները լուծել միանգամից։ Հասկանում եք, Կուբան էլ, Վենեսուելան էլ, Մեքսիկան էլ, Կոլումբիան էլ, պլյուս Սիրիան էլ, Իրանն էլ, հասկանում եք, բոլոր այդ խնդիրները միանգամից լուծել։ Ինքը այդ գործն է անում, բայց շղարշը որն է, հասկանալի է, որ Միացյալ Նահանգների ժողովուրդը, ինքը ժողովուրդը շատ հասարակությունը ամերիկյան երազանքին հավատարիմ ժողովուրդ է, իսկ ամերիկյան երազանքը դա այն իդեալագեմանն է, որը ենթադրում է, որ պետք է հասկանալ, որ Ամերիկան առանձին է բոլորից, տարբերվում է բոլորից եւ պետք է կենտրոնանալ միայն Ամերիկայի վրա եւ չմտածել ընդհանրապես մյուսների մասին։ Թե մյուսները ինչ է լինում, ոնց է լինում, դա նշանակություն չունի, որտեվ սա է Աստծո երկիրը, Աստծո տաճարը ստեղ է, ուրեմն այդպես սա ազատություն է, սա յուրահատուկ երկիր է, այս ամերիկյան երազանքը հենց դա է եւ յուրաքանչյուր ամերիկացու գլխում դա նստած է։ Եթե Թրամփը չասի, որ ես հավատարիմ եմ այդ գծին, ես America first։ Դե նա ասում ես ինչ անում եմ, ժողովրդի համար եմ անում։ Վենեսուելայի պատմությունը ասում եմ համար անում, բայց իրականում խորքային պետության այն նպատակները, խնդիրները, որ խորքային պետությունը տարբեր նախագահների արչև հետևողականորեն Քենեդի, Նիքսոն եւ բոլորի առաջ Ֆորդ դրել է, նրանք չեն կարողացել լուծել Կուբայի հարց, ուրեմն Վիետնամի հարց, ինքը լուծում է։